օրենքի մասին խոսեցիք եւ ինչ արվել մինչ այժմ։ Եթե դուք նկատի ունեք, արդյոք Հայաստանի Հանրապետությունը դիմել է ֆորմալ է դիմումը Եվրոպական միության անդամ դառնալու հանձնել է Բրյուսելին թե ոչ, ապա ոչ, այդպիսի դիմում Հայաստանի Հանրապետությունը չի հանձնել։ Եվ ամենավերջում անդրադառնամ ձեր կողմից ամենասկզբում հնչեցրած հարցին թշնամու հետ պայմանագիր։ Նախ պարոն Խաչատրյան, ես ձեզնից միշտ ստացել եմ որպես շատ կիրթ եւ տրամաբանող մարդու տպավորություն եւ չեմ կարծում, որ ձեր համար գաղտնիք է, որ խաղաղության պայմանագիր բոլոր ժամանակների, բոլոր ժողովուրդների պատմության մեջ խաղաղության պայմանագիր կնքել են թշնամու հետ, հակառակորդի հետ, որոշակի ռազմական հաճախ գործողությունների պատերազմների ավարտից հետո։ Հիմա ասում եք, չէ, դա լավ մի քանի շերտ ու երանգ ուներ ձեր հարցադրումը։ Հիմա ասում եք, որ ինչ ձեռքբերում է թշնամու հետ, ուրեմն թշնամու պայմանների ընդունումը, գիտեք, այնուամենայնիվ, ինչքան էլ որ բացասական տրամադրված լինեք, կամ ինչքան էլ որ փորձեք որևէ հիմնավոր, անհիմն կապ ունեցող, անկապ առիթ օգտագործեք քննադատելու կառավարությանը, գոնե չի կարելի շղթել, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը մի տեքստ, որի շուրջ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ասում են մենք այս տեքստի հետ համաձայնենք։ Իսկապես շոշափելի ձեռքբերում է եւ նույնիսկ չստորագրված վիճակում միայն փաստի հայտարարմամբ իսկ որոշակիորեն Հայաստանի Հանրապետության անվտանգության աստիճանի բարձրացում։ Հիմա, բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը, լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց հարձակվող թշնամական